Փառքնժդեհին եւ ասադություն ապստամբ հայրենատեր նվիրյալ ազնվաբարո չկոտրվող Սասնա ծռերին։ Շնորհակալություն օգնությունը Սասնա ծռերի բանտային խնդիրները լուծելու համար շարունակվում են եւ նկատում ենք աջակիցներ, ովքեր նվիրաբերում են իրենց գումարները Սասնա ծռերին աջակցելու համար։ Իսկապես շնորհակալություն։ Դուք լուրջ ներդրում եք անում մեր ապագայի համար։ Ինչու եմ ասում մեր ապագայի համար, որովհետև Սասնա ծռերը Վարուժանի գլխավորությամբ, որ պահին բանտերից դուրս եկան, ամեն ինչ շուռ է գալու։ Նրանք բանտարկված են, որ ոչինչ շուռ չգա, այսպես Նիկոլի ասած գնա դեպի կործանում։ Ինքը այնտեղ մանիպուլացնում է իբր նկատի ունի ամեն ինչի վերջը, բայց այդ մարդու գրած գիրքն արդեն իսկ ես բազմիցս շեշտել եմ, եթե մի մարդ գրում է գիրք, որտեղ հակումները վատ բան անելն է իրա, արդեն հասկանում ենք, որ ինքը ամեն ինչ տակ քողարկում է իր չարությունը եւ հրճվում կատարելով այդ չարիքը գործելով կամած կամ արագ առաջ տանելով հրճվում է եւ ինքը նույնիսկ կարողանում է երգել, թռվռալ, ծիծաղել։ Աշխարհում բոլորը մտահոգ են։ Բոլորը։ Եթե հանգարց Ալիևն էլ ծիծաղում է, նա չի ծիծաղում։ Նա քմ ծիծաղ է տալիս, եթե մեզ է վերաբերվում, բայց նա էլ անհանգստացած։ Ու անհանգստացած է դրա համար էլ ինքը դուրս է եկել միջազգային հարթակներ եւ ուղղակի ոչնչացնում է հայկականությունը, մեր պետականությունը, կեղծիկով, ստով։ Տեսել եք ինչեր են անում։ Տեսել եք ինչեր են հորինել։ Իրենց իբր պատմական Երևանի վերադարձի մասին են տենչում։ Դուք պատկերացնում եք։ Խաղաղասեր ճակերտների մեջ ԿՊԱ-ականները ինչից են խոսում։ Խաղաղասեր ԿՊԱ-ականները Իլհամի կառավարությունը, արտգործնախարարությունը, մեջլիսը, մշակույթի գործիչները, թե մշակույթ ունեն, դուք գիտնականները ինչի են լծված։ Աշխարհին համոզում են, որ իրենք են կան, որ այդ տարածքները պապական հազարամյակներով իրենցն է եղել։ Իսկ ինչ են անում թրքաբոլշևիկյան ռեժիմը Հայաստանի խորհրդան այդ մուրճ մանգաղաստղը։ Մանգապարտեզի մակարդակի դեռ չպարզված հաշիվները տասնյակ տարիների արդեն հորից անցել են տղին, ասենք Քոչարյանից բրձել են, հիմա Քոչարյանի հաշիվները Քոչարյանի տղի հետ են բարձում։ Ու իրար ինչ են դիմում համբալ, լակոտ, էլ չգիտեմ ես ինչ։ Հələ տեսեք մենք ինչ ենք անում։ Հեյդարի լակոտը ինչերով է զբաղված։ Դու հայ մարդ հանդուրժում ես մի խորհրդարանի, որին դու չես ձևավորել։ Ես արդեն շատ լուրջ կասկածում եմ, որ այն գիշերը, որ Նիկոլը պաուզա տվեց եւ հայտարարեց, որ իրենք հաղթել են, ոչ իրենք, ոչ ուժեղ Հայաստանը, ոչ Հայաստան դաշինքը, իրենք չեն հաղթել։ Իրենք իրենց պատկերացրած քվեները չեն ստացել։ Կեղծվել է բոլորի համար։ Իրենք պահի տակ տորմուզ եղան, շատ կներեք բառից համար։ Այդ իրենց բառն է։ Կանգնեցին ու շիվարեցին։ Ու որպեսի այդ պահը հանգարց իրենք այդպես չմնան, ասենք դեպքների արդայություններ հիշում, չէ՞։ Նիկոլա իր այդ վիճվածքի ճարպկությամբ, ասես մենք հաղթել ենք վեր թեզ դեմ, ասենք 10%-ն է բացվել քվեաթերթիկների։ Եթե անգամ այդ 10%-ի 100%-ն էլ իրեն ձայն տվածել էր, ինքը ոչ մի հիմք չուներ, որ ասեր ես հաղթել եմ։ Եվ հիմա մտել են խորհրդարան, ավիրելով ընտրողների ձայները։ Ու նորից անցել են իրենց թրքաբոլշևիկյան, կրիմինալ, իրենց բամբասանքներին։ Դու սենց ասեցիր, նա սենց ասեց, քո հերը սենց արեց, իմ հերը բանտում էր, քո հերը չգիտեմ ինչ էր, պարզում են։
ես որ 18 տարեկան էի հերս էր բանտում, եմ գնացում ես որ 18 տարեկան էի հերս էս էր, սերնդափոխություն է տեղի ունեցել, այսինքն ձեզ զբաղեցնելու հայ ժողովուրդ, ասենք, խորհրդարան չէ էլի, հասկանում եք, էլի եմ ասում, եթե տեսնեք, թե Ադրբեջանը ինչով է զբաղված, չեք տեսնում, դուք կենտրոնացել եք, բանից պրձանք անունին չէ, ինչ է, դոգից պրձել ենք, դրա այդ այլանդակ եթերներից պրձել ենք, խորհրդարանն եք հետևում։ Ու ձեզ թվում է, թե մեր երկրի դժբախտությունը նրա մեջ է, որ կա Նիկոլ Ռոբերտ հակամարտություն։ Ձեր մոտ այն տպավորություն է, որ մեր երկիրը մենք դժբախտ ենք, որովհետև կա Նիկոլ Ռոբերտ հակամարտություն։ Չկա Նիկոլ Ռոբերտ հակամարտություն։ Կա Նիկոլ Ռոբերտ համագործակցություն։ Դուք սա պետք է հասկանաք։ Երբ որ հասկանաք, որ Նիկոլն ու Ռոբերտը համագործակցում են, ոչ թե հակադրվում, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Կամ որ Նիկոլը արդեն բանակը, ասենք, մշակույթը, կրթությունը ավիրելով գալիս է, ահագի ճանապարհ է անցել։ Մի անցել է տնտեսությանը, տնտեսություն, որը ապահովում է բանակը, պետությունը, չէ, կրթությունը, տնտեսությունն է, չէ, հարկատուներին շիվար թողեց։ Հետո ասում եք գնացեք գլխներից ճարը տեսեք։ Պատկերացնում եք, բա դու ինչի համար ես, աշխատավարձ ստանալու մենակ։ Հիմա տնտեսությանն է հարվածում։ Ու անես տպավորություն է, որ Պուտինը մեր ապրանքների արգելք է դրել, ճամփեն փակել է զուտ Նիկոլի համար։ Չէ, ժողովուրդ, Նիկոլը Պուտինի ապրանքն է։ Ապրանքը ուղղակի բառեզբոր իմաստով, որը կատարում է Էրդողան, Պուտին պայմանավորվածություն է, որ Հայաստանին կտրեն Ռուսաստանից, Հայաստանը մնա լրիվ ցած այն վիճակի, որ խնդրի դաժե, նույնիսկ աղերսի Թուրքիայից որ բան բերի, Ադրբեջանից բան բերի, կապեր հաստատեն, մի բան ստեղից գնա, անդեղից շատ բան գա, կապվեն, այդ էլ տնտեսապես էլ վերցնեն ու պրծնեն։ Էս են անում։ Հենց հիմա այս process-ն է։ Ոչ թե Նիկոլ Պուտին հակամարտություն է, այլ պայմանավորվածություն։ Հայաստանը Թուրքիային հանձնելու գործընթաց է տեղի ունենում։ Իսկ դու ես ամեն ինչի մեջ ուղղակի տեսնում ես, թե որ Ռոբերտը, դե որ Բանտաշիր Սամոն, դե որ Սերժիկը, դե որ դրանք բոլորը նույն մարդիկ են։ Դրանք նույն Պուտինի գործիքներն են։ Իսկ դու շարունակում ես հավատալ։ Իսկ դու շարունակում ես մնալ այդ մակարդակի, որ մեր դժբախտությունը գալիս է այնտեղից, քանի որ կա Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ հակամարտություն։ Չէ, մեր դժբախտությունը գալիս է այնտեղից, որ կա համագործակցություն Նիկոլ Փաշինյան, Սերժիկ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Տաշիր Սամո, Ռոբերտ Քոչարյան, Գարեգին Բ եւ Վլադիմիր Պուտին։ Մեր դժբախտությունը այդտեղ է։ Այ հենց որ դու դա այդ գաղտնիքը բացես, դու կսկսես դիմադրել բոլորին։ Դու հասկանաս ծռերին, թե ինչու են բանտում։ Ոնց եղավ որ ծռերը բանտում հայտնվեցին այդ բոլոր հանցագործություն կատարածները, որ բացահայտ ասվում է ազատության մեջ են։ Նշանակում է այդ բոլորը ծառերին են դեմ։ Հələ գիտակցի ու արթնացի է։ Իրոք շատ ենք ուշանում։